Ամփոփելով անցած տարիների ձեռքբերումներն ու արձանագրած հաջողությունները, Go.FM ռադիոկայանը նշում է գործունեության 4-ամյակը։ Տարիների ընթացքում Go.FM-ը կարողացել է ձևավորել իր ուրույն տեղը հայկական մեդիադաշտում, առաջարկելով ժամանակակից, երաժշտական և տեղեկատվական բովանդակություն։ Դա եղել է զարգացման, նորարարական գաղափարների ներդրման և լսարանի հետ ամուր կապի ձևավորման շրջան։ Տոնական օրը ռադիոալիքը որոշել է նշել հետաքրքիր ձևաչափով, կազմակերպելով կարաոկե անկյուն ունկնդիրների համար, ովքեր հնարավորություն ունեցան երգելու ամենասիրելի հիթերն ու ձայնագրվել տեղում։ Այսօր մենք նշում ենք Go.FM-ի ծննդյան տարեդարձը, 4 տարի անդադար, ինչպես ասում են, 180,000 երգ եւ այլն շատ միջոցառումներ ու շատ բիթեր ու հիթեր են հասել մարդկանց սրտին Go.FM-ի միջոցով ու այսօր նշում ենք մեր 4-ամյակը ու մարդկանց հրավիրում ենք երգելու, որովհետեւ մեր ռադիոյի ամենահայտնի հաղորդումներից մեկն էլ հենց կարաոկե 963-ն է, հրավիրում ենք մարդկանց երգելու, ուրախանալու ու տոնը կիսելու մեզ հետ։ Թե ինչով է ռադիոալիքն առանձնահատուկ ժամանակակից մեդիադաշտում, պարզաբանում է կարաոկե 963 եւ թեմայի մեջ հաղորդումների հաղորդավար Ավետ Զոհրաբյանը։ Go.FM-ը ինձ թվում է մարդկանց գրավում է նրանով, որ ինքը միշտ հիթային, ինչպես ասում են, միշտ բիթային ու միշտ թրենդային երաժշտություն է մատուցում մարդկանց ու միշտ պահում է ձեռքը զարկերակին։ Ռադիոալիքի տարեդարձը հետաքրքիր էր մեծ ու փոքր ունկնդիրներին, ովքեր բաց չթողեցին իրենց սիրելի հիթերը կատարելու եւ մրցույթին մասնակցելու հնարավորությունը։ Ես ժամանակի բերումով այդքան էլ շատ չեմ լսում, բայց իմ երեխան հաճախակի է միացնում եւ լսում ռադիո Go-ն։ Նաեւ երգում աղջիկը միասին որ լինում են, աղջիկը երգում է, ստիրում է շատ երգով զբաղվել, երգել, իր հոբին է կարելի ասել։ Ես ինքս էլ մեծ սիրով լսում եմ ձեր ռադիոն, միշտ միացնում եմ, լսում եմ, գեղեցիկ կատարումներ են, իմ տարիքի համար էլ ես կասեի ավելի հաճելի կլիներ նաև հայկական շատ երաժշտություններ հնչեր, նույնիսկ ես երբ որ խոհանոցում գործ եմ անում, անպայման հեռախոսով միացնում եմ, լսում եմ։ Թիվ թվաբանություն և թեմայի մեջ հաղորդումների հեղինակ հաղորդավար Այդա Կիրակոսյանն ասում է, որ քաոսի մեջ Go.FM-ն այն գույնն է, որը կարելի է լսել, ունենալ բարձր տրամադրություն, ստանալ նոր տեղեկություն, ճանաչել հայտնիներին այլ տեսանկյունից։ Միջոցառումը, ինչպես տեսնում եք, հաճախ մարդաշատ է դառնում, որովհետև կարծում եմ ընտրել ենք ամենալավ ֆորմատը, այն կոնտենտը, որ մենք ներկայացնում ենք իբրև ռադիո եւ յութուբյան ալիք, իսկապես ապահովում է այն որակյալ ժամանցը, որի կարիքը հաճախ ունենում է մեր քաղաքացիները։ Մենք ժամանց ասելով միշտ շատ տարբեր որակի բաներ ենք հասկանում, իսկ ես վստահեցնում եմ նաև որպես կոնտենտի պատասխանատու եւ անմիջապես կոնտենտ ստեղծող, որ մեր ապահոված ժամանցը սկսվում է լավ երաժշտությունից, ավարտվում է ինտելեկտուալ խաղերով, հարց ու պատասխաններով, զրույցներով, որոնք իսկապես կարող են ինչ-որ բան փոխանցել մեզ ունկնդրողներին։ Տարեդարձի առթիվ Go.FM-ը նախապատրաստել է մի շարք անակնկալներ ունկնդիրների համար, որոնցից մեկը Վարուժան Աթոյանի նոր Սերիֆիկատոր հաղորդումն է։ Նախագիծը զույգերի մասին է, մարդիկ ովքեր սիրում են իրար, մենք իրենց օգնում ենք մեկը մյուսին բացահայտելու, տալիս ենք հարցեր, իր սդի դետեկտորի միջոցով ճշտում ենք, թե ինչքան ճիշտ պատասխանեցին։ Մի խոսքով հետաքրքիր նախագիծը անպայման կտեսնեք, ինչ սպասեք Go.FM-ից նորություններ, լավ տրեք էր։ Ամփոփելով անցած 4 տարին Go.FM-ի թիմը վստահ է, ռադիոալիքը շարունակելու է գործունեությունը, հավատարիմ մնալով որակյալ բովանդակություն ստեղծելու իր առաքելությանը։